FM 107-ի եթերում Արմ ռադիոյի լրատվական հիմնական թողարկումն է, ստուդիայի մեջ Ժիրայր Ոսկանյանը, այսօր եթերում դժբախտ պատահար Գավառում, կաթնամթերքի շուկայում աննախադեպ չարաշահումներ են հայտնաբերվել, վարորդական վկայականների փոխանակման ժամկետը երկարացվել է, այժմ այս եւ այլ թեմաների մասին առավել մանրամասն։ Այսօր ժամը 14-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնում ահազանգ է ստացվել, որ առայժմ անհայտ հանգամանքներում հարևանների կողմից Շանոյանների բնակարանում հայտնաբերվել են 40-ամյա Գրիշա Շանոյանի, նրա կնոջ 21-ամյա Նաիրա Գևորգյանի եւ 1.5 տարեկան Հռիփսիմե Շանոյանի մարմինները։ Ինչպես հաղորդել է Armenpress-ի թղթակիցը Գեղարքունիքից, դեպքի վայր են ժամանել շտապօգնության աշխատակիցները եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Կարապետյանի խոսքով դիերը տեղափոխվել են դիահերձարան, որից հետո միայն պարզ կլինի, թե ինչի պատճառով է տեղի ունեցել դժբախտությունը։ Նշվում է նաև, որ դժբախտությունը կարող էր տեղի ունենալ շմոլ գազի արտահոսքից։ Մանրամասները ճշտվում են։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն աննախադեպ չարաշահումներ է հայտնաբերել կաթնամթերքի շուկայում։ Դեկտեմբերի 16-ին ժամը 14-ին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի կունենա նիստ, որի ընթացքում կհրապարակվեն կաթնամթերքի շուկայում հարուցված վարչական վարույթի արդյունքները։ Վերոնիշալ շուկայում կատարված ուսումնասիրությունների ընթացքում բացահայտվել է, որ մի քանի խոշոր տնտեսվարող իրենց գործունեության ընթացքում թույլ են տվել բնույթով աննախադեպ եւ օրենսդրության խախտման տեսանկյունից լուրջ չարաշահումներ։ Օրինախախտները կենթարկվեն պատասխանատվության։ Վարորդական վկայականների փոխանակման ժամկետը երկարացվել է 6 ամսով։ 2011 թվականի դեկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից ընդունվել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը, համաձայն որի գործողության ժամկետի նշում չունեցող վարորդական վկայականների գործողության ժամկետը երկարացվել է 6 ամսով մինչև 2012 թվականի հունիսի 30-ը։ Ավելորդ հերթերից խուսափելու եւ պատշաճ որակի ծառայություն մատուցելու նկատառումներից ելնելով ճանապարհային ոստիկանությունը խնդրում է քաղաքացիներին վարորդական վկայականների փոխանակումը չթողնել ժամկետը լրանալու վերջին օրերին։ Եվրամիությունը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, հայտարարել է Ադրբեջանում Եվրոպական միության ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբյան։ 2011 թվականի ընթացքում մի շարք ուղիղ եւ միջնորդավորված կոչեր են հնչել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Եվրամիության ավելի մեծ ներգրավվածության առնչությամբ, ասել է նա։ Կոբյան հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս քվոն անընդունելի է եւ պետք է անել հարցի խաղաղ լուծմանը։ Մենք դրան շատ ենք հակված, կարծում եմ, որ 2012 թվականին ականատես կլինենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին աջակցելու գործում Եվրոպական միության ակտիվ մասնակցությանը, ընդգծել է նա։ Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ Թուրքիան Ֆրանսիային զգուշացրել է, որ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման դեպքում Փարիզից հետ է կանչվելու Թուրքիայի դեսպանը։ Թուրքական կողմը նաև զգուշացրել է, որ այդ օրինագծի ընդունումն անվերականգնելի վնաս կհասցնի թուրք-ֆրանսիական հարաբերություններին։ Ֆրանսիայի խորհրդարանը տվյալ խնդրին կանդրադառնա դեկտեմբերի 22-ին։ Գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարել է, որ իրեն հարվածելու համար Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է գալիք խորհրդարանական ընտրությունների պատճառով։ Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Սիլվա Համբարձումյանը Սուրիկ Խաչատրյանից միայն պահանջում է ետ վերադարձնել իր լիճվածք թեյի ոսկու հանքից 102 միլիոն դրամ արժողությամբ յուրացված սարքավորումները կամ փոխհատուցել դրանց գումարը։ 2012 թվականի հունվարի 1-ից թոշակներն ու պետական նպաստները կավելանան 10%-ով։ Դեկտեմբերի 15-ին այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հունվարի 1-ից միջին կենսաթոշակը 26000 դրամից կաճի մինչև 28000, միջին ընտանեկան նպաստը կկազմի 30-ից 31000 դրամ։ Աջակցությունն անապահով ընտանիքներին լինելու է շարունակական, ասել է վարչապետը։ Կառավարության այսօրվա որոշմամբ 116000 անապահով ընտանիքների նախատոնական աջակցություն է ցուցաբերվելու։ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ ուժգնությամբ 1 երկրաշարժ է գրանցել դեկտեմբերի 8-ից 14-ը։ Մարտունի քաղաքից 19 կիլոմետր արևմուտք գտնվող էպիկենտրոնով ստորգետնյա ցնցումը տեղի ունեցել դեկտեմբերի 12-ին։ Տարածաշրջանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 126 երկրաշարժ, որից 122-ը Թուրքիայի արևելքում Վանի նահանգում։ Հավելեմ, որ այսօր ԱՄՆ դոլարը միջինը գնվում է 381 դրամով, եվրոն 492-ով, օդի ջերմաստիճանն այժմ -2 է։ FM 107-ի լրատվությանը կարող եք հետևել նաև համացանցում, YouTube-ում, Facebook-ում եւ Twitter-ում, փնտրելով Arm Radio FM 107։ Իսկ այժմ իմ գործընկեր Արտակ Մուրադյանը կներկայացնի օրվա տեղեկատվական վերլուծական պատկերը։
Շնորհակալություն Ժիրայր։ FM 107-ի եթերում Արմ ռադիոյի տեղեկատվական վերլուծական ծրագիրն է։ Ձեզ հետ է Արտակ Մուրադյանը։ Բարև ձեզ։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու։ Ռուսական իշխանությունները դելեգիտիմիզացվել են։ Ալեքսանդր Իսկանդարյան։ Ինչու է Թուրքիան Վրաստանին 1.7 միլիոն դոլարի զենք նվիրում։ Արցախի հարցում հայ ժողովուրդը դատապարտված է հաղթանակի։ Մանվել Եղիազարյան։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Եվ այսպես, Ռուսաստանում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը քիչ հավանական է։ Նման կարծիքի է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, ով վերջերս է վերադարձել Մոսկվայից եւ ականատես է դարձել այնտեղ տիրող իրավիճակին։ Նրա խոսքով, որքան էլ ռուսաստանյան ներքաղաքական գործընթացների վերաբերյալ միջազգային կառույցները արևմուտքը իր բացասական վերաբերմունքը հայտնեն, միևնույն է իշխանությունները չեն համաձայնի նոր ընտրությունների։ Թեման շարունակում է Աննա Գզիրյանը։ Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններին հաջորդած զարգացումները անսպասելի էին շատերի համար։ Ընտրությունների օրվանից 10 օր է անցել, սակայն հետընտրական կրքերը չեն հանդարտվել։ Ռուսաստանի մի շարք քաղաքներում անցկացվում են հանրահավաքներ, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Նրանք գտնում են, որ դրանք կեղծված են, քանի որ ընտրությունները բազմաթիվ խախտումներով են անցկացվել։ Կովկասի ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ով օրերս է վերադարձել Մոսկվայից, նշեց, որ Ռուսաստանում այնպիսի բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնց վաղուց ռուսները ականատես չէին եղել։ Մինչ այս ընտրություններն այնպիսի տպավորություն էր, որ վերջին շրջանում ինչ-որ համաձայնություն կար եւ կարծես թե շատերը պատրաստ էին լռել հանուն որևէ շահի։ Այսօր ես տեսա, որ այդ մթնոլորտը խախտվել է եւ գրեթե բոլորն իրենց դժգոհությունն էին հայտնում ու խոսում ընտրակեղծիքների մասին։ Քաղաքագետի կարծիքով դա ամենևին չի նշանակում, որ ընտրությունները չեղյալ կհամարվեն կամ էլ հեղափոխություն կլինի։ Դա քիչ հավանական եմ համարում։ Ռուսաստանում դեկտեմբերի 24-ին հերթական հանրահավաքն է, որից հետո սկսվում են տոները, իսկ այդ տոներից հետո դժվար թե կտրուկ զարգացումներ լինեն, ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը։ Քաղաքագետը նաև նշեց, որ Ռուսաստանում չկա իրական հստակ ձևավորված քաղաքական ընդդիմություն։ Այնինչ տեղի է ունենում Ռուսաստանում, շատ վերլուծաբաններ նշում են, որ դա քաղաքացիական հասարակության ծնունդ է, այլ ոչ թե քաղաքական ընդդիմության։ Արդյոք կձևավորվի քաղաքական իրական ընդդիմություն, ինչպես հասարակությունը կվերաբերվի այդ ամենին, դա դեռ հարց է։ Իմ կարծիքով այն զանգվածը, որ հրապարակներում, փողոցներում բողոքում է, դա ընդդիմություն չէ։ Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններից հետո նման զարգացումը հրավիրեց աշխարհի շատ երկրների միջազգային կառույցների ուշադրությունը, ավելին շատերը պարզապես հետևելուց բացի գործընթացների վերաբերյալ հայտնեցին իրենց վերաբերմունքը։ Ռուսաստանի ներքաղաքական գործընթացներին անտարբեր չմնաց Եվրախորհրդարանը, այն արդեն հայտնել է իր դիրքորոշումը, նշելով, որ պետք է չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները եւ անցկացնել նոր ընտրություններ։ Ալեքսանդր Իսկանդարյանի դիտարկմամբ Ռուսաստանի ներքաղաքական գործընթացների վերաբերյալ արևմուտքի եվրոպական կառույցների արձագանքը իհարկե որոշակի ազդեցություն կարող է ունենալ, սակայն այդ առումով առավել լուրջ գործոն կարող է լինել մտահոգված դժգոհ հասարակության գործողությունները։ Եթե իշխանությունները գնան որևէ զիջումների, ապա դա կլինի ոչ այն պատճառով, որ Եվրախորհրդարանն է հայտարարությամբ հանդես եկել կամ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Ռուսաստանի ներքաղաքական գործընթացներում արևմուտքի գործոնը չի օգտագործվի, որովհետև բոլորն էլ գիտեն, որ բնակչության մեծ մասը արևմուտքին բացասաբար է վերաբերվում։ Մտածել, որ միջազգային հանրության վերաբերմունքից ելնելով Ռուսաստանի իշխանությունները չեղյալ կհամարեն արդյունքները, դա լուրջ չէ։ Ռուսաստանի ներքաղաքական կյանքի զարգացումներից հետո Հայաստանում սկսվեցին քննարկումներ այն մասին, թե որքանով ռուսաստանյան իրավիճակը կարող է ազդեցություն ունենալ մեր քաղաքական գործընթացների վրա։ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ ինչպիսին էլ Ռուսաստանում ներքաղաքական իրավիճակը լինի, այն որևէ կերպ չի կարող անդրադառնալ հայաստանյան քաղաքական օրակարգի վրա։ Աննա Գզիրյան, Արմ ռադիո։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը զարմացրել է փորձագետներին ու քաղաքական գործիչներին։ Երեքշաբթի օրը խորհրդարան անցած կուսակցությունների հետ կայացած հանդիպման ժամանակ երկրի ղեկավարը հայտարարել է, որ քաղաքական բարեփոխումները երկրում շարունակվելու են, իսկ ընդդիմությունը պետական դումայի նոր գումարումում կստանա ամբողջ կոմիտեի կեսը։ Հիմա քաղաքագետները կանխատեսում են, որ իշխանական Եդինայա Ռոսիա կուսակցությունը ստիպված կլինի ընդդիմությանը հանձնել նույնիսկ որոշ կարևոր պաշտոններ, իսկ ներկայիս քաղաքական համակարգին սպասվում են լուրջ փոփոխություններ։
Մեկ շաբաթից դեկտեմբերի 21-ին Ռուսաստանի 6-րդ գումարման պետական դուման կհավաքվի առաջին նիստին։ Համապատասխան հրամանը ստորագրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Դրա մասին նա հայտարարել է խորհրդարան անցած կուսակցությունների ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը խոսք է եղել ընտրությունների արդյունքներից եւ այն մասին, թե ինչպես է զարգանալու Ռուսաստանի քաղաքական համակարգը քվեարկությունից հետո։ Դմիտրի Մեդվեդևը վստահություն է հայտնել, որ նախընտրական հանձնաժողովները եւ դատարանները մանրակրկտորեն քննարկելու են ընտրախախտումների բոլոր բողոքներն ու հայցերը եւ արդար որոշում են կայացնելու, բայց կարևորն այն է, որ ընդդիմության ազդեցության չափը որոշումների կայացման ժամանակ զգալիորեն մեծացել է։ Իշխանության ընդդիմախոսները կստանան Պետդումայի կոմիտեի գրեթե կեսը, 29-ից 14-ը։ Քաղաքագետ Միխայիլ Ռեմիզովը կարծում է. Ռուսաստանի նախագահը առաջարկում է ընդառաջել թե ընդդիմությանը եւ թե նրանց, ովքեր ներկայացված չեն խորհրդարանում։ Մասնավորապես դա կարող է լինել կոմիտեի բաժանման տեսակ, որի ժամանակ ընդդիմադիր կուսակցությունները մեծ դեր եւ ավելի շատ պաշտոններ կստանան։ Դմիտրի Մեդվեդևն ընտրություններից եւ դրանց հաջորդող ցույցերից հետո առաջին անգամ հանդիպել է կուսակցությունների ղեկավարների հետ, եւ փորձագետները վստահ են, որ խոսելով քաղաքական բարեփոխումների շարունակության մասին, Ռուսաստանի նախագահը փաստացիորեն պատասխանել է բոլոր նրանց, ով փողոց է դուրս եկել։ Մեդվեդևն ընդունել է, որ առավել որոշիչ քայլեր պետք է անել քաղաքական գործունեության կուտակված սահմանափակումները հանելու համար։ Քաղաքական իրավիճակների կենտրոնի ղեկավար Սերգեյ Միխեևը կարծում է. Կարծում եմ, որ Դմիտրի Մեդվեդևը առաջին հերթին խոսում է քաղաքական կուսակցությունների գրանցման դեպքում սահմանափակումների նվազեցման մասին։ Դա թույլ կտա ավելի բազմակողմանի ներկայացնել այն տրամադրությունները, որոնք տիրում են հասարակությունում։ Առավել ևս, որ հաջորդ ընտրություններին անցման խոչընդոտը լինելու է ոչ թե 7, այլ 5%։ Ռուսաստանի նախագահի Պետդումայում ընդդիմության դերի մեծացման եւ նոր բարեփոխումների մասին նախաձեռնությունները խոսում են, որ անցած տարիների ընթացքում իշխանությանը հաջողվել է կայուն քաղաքական համակարգ ձևավորել, վստահ են փորձագետները, եւ հիմա հնարավոր է ազատականացում, կարծում է ռազմավարական զարգացման մոդելացման կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչիկը։ Ռուսաստանում խորհրդարանական համակարգը այնքան է ամրացել, որ հենց այս գումարումում կարելի է նման քայլի գնալ։ Այն նախատեսված կամ արհեստականորեն ձևավորված չի եղել, դա ինքնաբուխ է ստացվել, թերևս ընտրական օրենքներում փոփոխություններ ընդունելու եւ իրականացնելու շնորհիվ։ Եվ այժմ ամուր համակարգը կարող է թույլ տալ իրեն նոր մակարդակի դուրս գալ։ Դեռևս նման փորձ չի եղել, որ ինչ-որ կարևոր նույնիսկ ուժային կոմիտեներ հանձնվեին ընդդիմության ներկայացուցիչներին, բայց կարծում եմ, որ այստեղ ոչ մի խնդիր չի լինի։ Փաստացիորեն խորհրդարանը դառնում է լիարժեք երկխոսության դաշտ, իսկ իշխանության Եդինայա Ռոսիա կուսակցությունը ստիպված կլինի կոալիցիա ձևավորել կարևոր որոշումներ կայացնելու համար։ Բացի այդ, իշխանությունը պատասխանում է հասարակության կողմից պահանջվող որակական փոփոխություններին։ Հարկ է հիշեցնել, որ իշխանություններն արդեն հասկացրել են, ռուսական նախընտրական համակարգ կարող են վերադարձնել մարզպետների ընտրություններ եւ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների համակարգ եւ խորհրդարան, որի ժամանակ ընտրված են համարվում այն տեխնացուները, որոնք ձայների մեծամասնություն են ստացել այն տարածքում, որտեղ առաջադրվում են, ինչպես նաև տարածաշրջանների նահանգապետերի ընտրություններ։ Ժիրայր Ոսկանյանի անդրադարձներ։ Հարգելի ռադիոլսողներ, այժմ Արմ ռադիոյի ստուդիայում հյուրընկալել են քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արդյոք համարում եք, որ ռուսական իշխանությունները դելեգիտիմիզացվել են։ Չեմ կարծում, որ այսօր կարելի է խոսել ասենք իշխանությունների մասին կամ պարլամենտի մասին, որը ոչ լեգիտիմ է, բայց պետք է ասենք, որ մենք հստակ կարող ենք ասել, որ Ռուսաստանում սկսվեցին լուրջ քաղաքական process-ներ։ Ես կարծում եմ, այդ process-ները իոքուտ հենց Ռուսաստանի են գնում, քանի որ ստագնացիան, երբ որ հասարակությունը չի հետաքրքրում քաղաքականությամբ, երբ որ կուսակցությունները ակտիվ չեն, դա էլ ձեռնտու չէր Ռուսաստանին, ուրեմն հիմա այսօրվա process-ները իմ կարծիքով դրական անդրադարձ կտան Ռուսաստանին մոտ ապագայում։ Հիմա ինչ վերաբերում է Պետդումայի, ասենք այդ ընտրությունների ժամանակ խախտումների մակարդակի, ակնհայտ է, որ դրանք կային, դրանք կասկածի տակ են դնում Եդինայա Ռոսիայի մեծամասնությունը, բայց ընդհանուր առմամբ լեգիտիմությունը Պետդումայի չեն գցում, ասենք 0-ի չեն հասցնում, պարզ է։ Այդ դեպքում ինչով եք բացատրում
այն հայտարարությունները հատկապես արևմուտքի կողմից, որ պետք է նորից անցկացնել ընտրություններ։ Գիտեք, արևմուտքի չափորոշիչները տարբեր երկրների նկատմամբ մի քիչ տարբեր են ու նաև խիստ են բավական։ Ինչի մասին է խոսքը, արևմուտքը ինչ է ասում առաջի հերթին, երբ որ ասում ենք արևմուտք, առաջի հերթին նկատի ունենք Միացյալ Նահանգները եւ Եվրոմիությունը։ Իրանք ինչ են ասում։ Քանի որ եղել են խախտումներ, որոնք գրանցված են նաև այդ թվում դիտորդների կողմից, նաև այդ թվում ընդդիմադիր կուսակցությունների կողմից, եկեք ուսումնասիրենք դրանք ու եթե չափը այդ խախտումների մեծ է, այդ դեպքում նոր ընտրություններ։ Բայց եթե նկատել եք նույնիսկ պարլամենտ անցած ընդդիմադիր ուժերը, առաջի հերթին կոմունիստական կուսակցությունը Ռուսաստանի, իրանք հակված չեն նոր ընտրությունների գնալ։ Դա նշանակում է, որ այնուամենայնիվ լեգիտիմության մակարդակը կար այդ ընտրություններում։ Գանք բուն գործընթացներին, որոնք տեղի են ունենում Ռուսաստանի Դաշնությունում։ Դմիտրի Մեդվեդևի օրոք բավականին լիբերալացվել էր ընտրական օրենսդրությունը։ Համաձայն եք։ Այո։ Կարծում եք արդյոք, որ հաջորդ նախագահի օրոք այն կրկին կհաստատվի։ Ելնելով արդեն այսպես հայտարարություններից, գործընթացներից։ Դա չի բացառվում, բայց ստեղ Ռուսաստանը գտնվում է շատ հետաքրքիր փուլում։ Ներողություն ակնկալվում է, նաև խոսվում է այն մասին, որ Պուտինը նույնիսկ կվերադարձնի մարզպետերի ընտրությունները, նահանգապետերի։ Ես դժվար եմ ասել Պուտինը կգնա այդ քայլերի թե ոչ, բայց այնուամենայնիվ այսօր Ռուսաստանը պետք է որոշում ունենի, ուր է գնում Ռուսաստանը։ Եթե փորձ արվի այդ նոր ալիքը բարձրացած ժողովրդի ճնշել, ուժային մեթոդներով կանխել եւ այլ, կասկած չունեմ, որ դա կապարտվի, ոնց որ ասում են, цветной революции։ Դա ուղղակի կասկած չունեմ։ Բայց հույսով եմ, որ եւ Մեդվեդևը եւ Պուտինը փորձառու քաղաքական գործիչներ են, իրանք հասկանում են, որ այս ալիքը հենց պետք է օգտագործել լավ իմաստով, ասենք, իրոք ազատություններ տալ քաղաքական դաշտում։ Եվ դա վերաբերում է նաև գրանցման հարցին կուսակցությունների Ռուսաստանում ֆեդերալ կուսակցությունները, մակարդակի կուսակցությունները բավական դժվար է գրանցել։ Պետդումա անցնելու հաղթահարելու շեմին, շեմը բավական բարձր է, պատկերացնում 7% Ռուսաստանի համար բավական մեծ շեմ է, քանի որ մեծ երկիր է եւ այլ, բարձր պետք է իջեցվի, դա հետո բացի դրանից իրոք շատ վատ էր, որ այդ գուբերնատորները, մարզպետները կամ գուբերնատորները ռեգիոնների այլևս չեն ընտրվում, դա քաղաքների ղեկավարները չեն ընտրվում, դա իրոք խոսում էր Ռուսաստանում ժողովրդավարության սահմանափակման մասին։ Իմ կարծիքով իրանք կգնան։ Եթե չեն գնա, այո, լարվածությունը կմեծանա Ռուսաստանում։ Ձեր մեկնաբանությունը այս աննախադեպ ճնշման հետ կապված Արևմուտքի, Եվրամիության, Ռուսաստանի Դաշնության վրա, նման բան կարծես թե վերջին շրջանում մենք չէինք տեսել։ Այդքան վախենալու քաղաքական գործիչ է Վլադիմիր Պուտինը։ Գիտեք, իրոք աշխարհում այդքան էլ ընդունված չի, երբ որ բավական երկար ժամանակ մնում է մեկ ղեկավարը։ Դա դրա հետ է կապված։ Բոլորս էլ հաշտվեցին նրա հետ եւ ամերիկացիք եւ եվրոպացիք, որ Ռուսաստանը չի ունենա նույն դեմոկրատիան, որը ունի Եվրոպան կամ Ամերիկան։ Բոլորը հասկանում են։ Ինքնուրույն ինչ որ էլեմենտներ կան, Ռուսաստանում այդ հասարակությունը այն տեսքը չունի, որը ունի Եվրոպայում, Ռուսաստանում ավանդույթներ ընտրության ավանդույթները այդքան խորը արմատավորված չեն եւ այլ, իրանք հասկանում են, բայց այնուամենայնիվ իրանք դեմ են, որ նույն մարդը, ասենք 20 տարի իշխի Ռուսաստանի մասին է խոսքը։ Նայեք, այն էլ որ նույն մարդը կներեք ցավով է նշում, որ չպետք էր թողնել, որպեսզի ԽՍՀՄ փլուզվի, որը տարապում է նոստալգիայով, որը փորձում է այդ իմպերիական, ասենք հակվածությունները Ռուսաստանի վերականգնել, բարձա դա դուր չի գալիս, բայց նաև ես ուզում եմ ասել, նայեք, արաբական աշխարհի process-ները կարծես թե կապ չունեն Ռուսաստանի հետ, գոնե մեր ռեգիոնի հետ, բայց նույնիսկ արաբական աշխարհում մենք ինչ տեսանք, որ ժողովուրդներն էլ նաև չեն ուզում 40 տարի նույն ղեկավարներին տեսնել։ Այդ տեսանկյունից ես բավական լավ հասկանում եմ Եվրոմիության եւ Միացյալ Նահանգների այդ ճնշումը։ Ճնշումը առաջի հերթին ոչ թե ընտրությունների հետ է կապված, այլ հենց գնում է այն ուղղությամբ, որ սխալ է, որ Պուտինը, ասենք, երրորդ անգամ ընտրվի Ռուսաստանի նախագահ։ Կանք նախընտրական Հայաստան։ Որևէ կերպ անդրադարձ կանխատեսում եք ռուսաստանյան զարգացումներից, քաղաքական կուրսից։ Ես կարծում եմ, որ քանի որ Ռուսաստանը ունի մեծ ազդեցություն Հայաստանի վրա,
տարբեր ոլորտներում, տնտեսական, մարդկային, մշակութային, չէ, մենք շատ ու շատ տարբեր կապերով են կապնված, ես չեմ բացառում, որ այո, այդ process-ները ինչ որ չափով կարձագանքեն Հայաստանում, բայց գլխավորը իմ կարծիքով այն գլխավորը, որ մենք պետք է հասկանանք այդ process-ներից, գիտեք ինչի հետ է կապված, գոնե ինձ համար։ Նայեք, ինչ էր ուզում Վլադիմիր Պուտինը։ Ինքը շատ հասարակ բան էր ուզում։ Ինքը գիտեր, որ իր ռեյտինգը իջել է, բայց այնուամենայնիվ բարձր է Ռուսաստանում։ Ինքը գիտի դա, բայց նայեք ինքը ինչ ուզեց։ Ինքը ուզեց Եդինա Ռոսիայի նաև բերել բեմ։ Ու ոչ միայն բերել բեմ որպես, ասենք, իշխող ուժ, այլ կուսակցություն, որը կունենա, ասենք, գերակշռող մեծամասնություն, այդ որը ասում են 2/3-ը։ Ինքը ուզում էր միանգամ էլ ժողովրդի վզին չեղավ եւ ստիպված է կոալիցիա կազմել։ Այո, ինքը ուզում էր ժողովրդի վզին փաթաթել այդ չինովնիկներին, կոռումպանտներին, բաներ, միատել։ То есть ինքը ասեց դուք ինձ հավատում եք եւ այլն, ես էլ ձեզ առաջարկում եմ Եդինա Ռոսիայի կուսակցությունը այդ մասշտաբով, այդ չափով։ Ну, նայեք, միայն այն վերջի համագումարը, այդ կուսակցության ինչ ծանր տպավորություն, չէ՞, թողեց այն ծապտալ, ոնց որ Բրեժնևի ժամանակ։ Տեսակ, ժողովուրդը Պուտինը ասեց. հա, կարող է մենք քո նկատմամբ այդքան էլ վատ չենք, բայց կներես սրանց մեր վզին մի փաթաթի։ Այստեղ է, որ մենք պետք է եզրակացության անենք, լավ իմաստով եմ ասում։ Դες մենք պետք է հասկանանք, որ այո, այն հարգանքը, որը վայելում է նախագահան, այն ռեյտինգը, որը ունի, իմ կարծիքով ունի Սերժ Սարգսյանը բավական բարձր ռեյտինգ, դա իր անձնական ռեյտինգն է, իր նկատմամբ է դա։ Դա չի նշանակում, որ մենք պետք է այս կամ այն կուսակցությունների հետ կապել։ Այ հենց դրա հետ կապված էլ շրջանառվում են քաղաքագիտական շրջանակներում վերլուծություններ, որ ով կարողանա հատկապես երկրորդ եւ երրորդ նախագահի միջև վերջին շրջանում ամեն դեպքում առաջ եկած հակասությունները վերլուծությունների տեսքով, որ Կրեմլը ում հավանություն տա կամ ով կարողանա լավ համոզել Մոսկվայի Ռուսաստանի ղեկավարությունը, նա էլ կլինի Հայաստանում իշխանության գլուխ։ Ну, ես ճիշտ չեմ ուզում հավատալ, որ Ռուսաստանն է մեզ մոտ նշանակում նախագահին, բայց Ռուսաստանի պարզը ազդեցությունը ինչ որ չափով կա, գլոբալ ազդեցությունը, բայց մենք ինքներս պետք է մեր նախագահին ընտրենք, մեր ազգային ժողովը ընտրենք։ Ես տեղ մենակ մեկ բան եմ ուզում ասել։ Իմ վերլուծությունը, իմ դիտողությունները, իմ տեսակետը նա է, որ առաջինը, ով էլ ընտրվի Հայաստանի նախագահ Ռուսաստանի հետ կաշխատի, նշանակություն չունի, ինքը, ասենք, պրո-եվրոպական լինի, թե պրո-ամերիկան։ Հայաստանի նախագահը կաշխատի Ռուսաստանի, թե Ռուսաստանի համար է միևնույն թե ով կլինի։ Մյուս կողմից փորձը ցույց տվեց, ու ժամանակը ցույց տվեց, որ նաև այդում Սերժ Սարգսյանը ինքը շատ հաջող աշխատում էր եւ Պուտինի հետ, եւ Մեդվեդևի հետ։ Եթե ամփոփենք Ռուսաստանի համար միևնույն է, այստեղ ով կլինի, կարևորը։ Չէ, միևնույն չի, բայց այնուամենայնիվ փորձը ցույց է տալիս, որ նաև Սերժ Սարգսյանը բավական էֆեկտիվ աշխատում էր Ռուսաստանի երկու գլխավոր դեմքերի հետ, երկուսի հետ էլ, եւ Վլադիմիր Պուտինի եւ Դմիտրի Մեդվեդևի։ Ստեղ ես չեմ տեսնում գոնե այսօրվա պայմաններում, այսօրվա մասին է խոսքը։ Գոնե միջև այսօր այն ինչ աշխատանք տարվել է, դա ցույց է տալիս, որ ստեղ կարծես թե խնդրեմ չունի Սերժ Սարգսյանը։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Հարգելի ռադիոլսողներ, հիշեցնեմ, որ ստուդիայում էր քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ FM 107-ի եթերում Արմ ռադիոն է, դուք լսում եք լուրերի հիմնական թողարկումը։ Վրաստանին Թուրքիայի կողմից ռազմական տեխնիկայի տրամադրումը բարի կամքի դրսևորում չէ։ Նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով Վրաստանը աստիճանաբար ընկնում է Թուրքիայի ազդեցության տակ, իսկ Թուրքիան նպատակ ունի Վրաստանում իր ներկայությամբ ավելացնել թուրք-ադրբեջանական ազդեցությունը։ Միտք վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանն էլ նշել է, որ այդ ազդեցության մեծացումից տուժում է տեղի հայ ազգաբնակչությունը։ Թեման շարունակում է Աննա Գզիլյանը։ Օրերս տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Թուրքիան ռազմական տեխնիկա եւ սպառազինություն է փոխանցել Վրաստանի պաշտպանության նախարարությանն ու սահմանային ոստիկանությանը։ Այդ նվերը Վրաստանը ստացել է Թուրքիայի հետ ռազմական համագործակցության մասին համապատասխան երկկողմ համաձայնագրի շրջանակում։ Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ սա նորություն չէ։ Վրաստանը ռազմական ոլորտում Թուրքիայի հետ համագործակցությունը սկսել է վաղուց եւ այն դիտարկում է դեպի ՆԱՏՕ գնալու համատեքստում։ Սակայն այստեղ ակնհայտ է, որ Վրաստանը հետևելով ՆԱՏՕ-ի հիմնական գործելավոճին լրջորեն
հայտնվում է Թուրքիայի ազդեցության տակ, կարծում է Արծրուն Հովհաննիսյանը։ Մինչև 2008 թվականի պատերազմը Վրաստանը Թուրքիայից ստացել է մի քանի տասնյակ միլիոն դոլարի անհատույց ռազմական օգնություն, ինչպես նաև կնքվել են բազմամիլիոնանոց ռազմական պայմանագրեր, մատակարարումների պայմանագրեր։ Պատերազմից հետո մոտավորապես մատակարարվել է գրեթե 200 տարբեր տեսակի զրահամեքենաներ եւ զրահափոխադրիչներ, մարտական մեքենաներ, ընդորում թուրքական արտադրության, ել չեմ ասում ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող բազմատեսակ զենք զինամթերք, սպառազինություն եւ այլն։ Զինտեխնիկայից բացի թուրք զինվորականները Վրաստանի համար հանդիսանում են նաև ուսուցիչներ։ Ակնհայտ է, որ այստեղ միայն Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության մասին չէ խոսքը, Թուրքիան բարեգործ չէ եւ այս գործընթացում հետապնդում է իր շահերը, ասաց Արծրուն Հովհաննիսյանը։ Ինքներս շատ լավ հասկանում ենք, որ եթե մի բանի անունը անհատույց օգնություն է դրվում, շատ այնց գեղեցիկ փաթեթավորվում է եւ ստացվում է տպավորություն, որ շատ մեծահոգի են թուրքերը Վրաստանի հանդեպ, վրացիների հանդեպ, ակնհայտ է, որ զուտ ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունը վերաճում է թուրքական էքսպանսիայի բարիզբուն իմաստով Վրաստանի տարածաշրջան։ Միտք վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանի կարծիքով թուրքերի մուտքը Վրաստան կստեղծի դեմոգրաֆիկ խնդիրներ։ Ըստ նրա, եթե այսպես շարունակվի, ապա տարիներ անց չի բացառվում, որ Վրաստանը որպես պետություն դադարի գոյություն ունենալ ներկայիս իր տարածքով։ Եթե հաշվի առնենք այն, որ Վրաստանի տարածքում ընդլայնվում է Ադրբեջանի մասնակցությունը, ուրեմն ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական սերտ համագործակցությունը Վրաստանին լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնելու, համոզված է փորձագետը։ Թուրք-ադրբեջանական այսպիսի ժողովրդագրական, ռազմական եւ տնտեսական էքսպանսիան կորակի որպես տրոյական ձի Վրաստանի տարածքում իր բոլոր կործանարար ազդեցություններով։ Ուրեմն լրացուցիչ կարիք չկա հիշատակման, թե ինչպիսի մշակութաոչնչացման, մշակութաքանդ, ինչպիսի ավերի, ինչպիսի թալանի քաղաքականություն են իրականացնում թուրք-ադրբեջանական հրոսակները ընդհանրապես։ Վահե Սարգսյանի խոսքով Վրաստանի տարածքում ադրբեջանցիների եւ թուրքերի ազդեցության մեծացումից տուժում է տեղի հայ ազգաբնակչությունը, ում ամեն կերպ փորձի արվում ավելի մեկուսացնել ու քիչ-քիչ հեռացնել Վրաստանի հարավից։ Եթե ժամանակին հայերը Ջավախքում ու հարակից շրջաններում մեծամասնություն էին, ապա այսօր թուրք բնակիչները սկսում են հավասարվել եւ դա ունի հստակ աճման միտում, ավելացրեց Վահե Սարգսյանը։ Արծրուն Հովհաննիսյանն էլ նշեց, որ այս պարագայում պետք է ուժեղացնել Ջավախքի դերը, որպեսզի խուսափենք հայաթափումից։ Աննա Գզիրյան, Արմ ռադիո։ Այս թեմայի շուրջ զրուցում ենք թուրքագետ Արտակ Շաքարյանի հետ։ Արդյոք սա չի սադրի Վրաստանին որևէ ռազմական գործողությունների Հարավային Օսիայի եւ Աբխազիայի դեմ։ Ձեր կարծիքով։ Ես կարծում եմ, որ զենքերի փոխանցումը ավելի շատ բարոյահոգեբանական նշանակություն ունի Վրաստանի համար, որպեսզի նա զգա, որ ամեն դեպքում արևմուտքը իրենից ՆԱՏՕ-ի հրախուսում է Վրաստանին աջակցում է ընդդեմ Ռուսաստանի, ըստի ինքը ավելի շատ ոչ թե կլինի դրդիչ ուժ ընդդեմ Ռուսաստանի, այլ պարզապես որ Վրաստանը տեսնի, որ ինքը մենակ չի այս տարածաշրջանում, նաև պետք է հիշել, որ Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի գծով Վրաստանի կուրատորը պատասխանատու երկիրը ու վերջին տարիներին ոչ միայն զենք է տվել, այլ նաև օգնել է ավելի մոդեռնացնել, արդիականացնել Վրաստանի զորատեսակները, սպայական կազմի հետ անցկացրել է հատուկ վարժանքներ։ Այսինքն ամեն դեպքում կանխատեսել, որ որևէ գործողություններ Վրաստանի կողմից կլինի Հարավային Օսիայի եւ Աբխազիայի նկատմամբ, սա որպես սադրանք համարելով Թուրքիայի կողմից այդքան էլ իրատեսական չէ։ Ես կարծում եմ, որ 2008 թվականի օգոստոսի 8-ի պատերազմը Վրաստանին շատ հստակ ցույց տվեց, որ ռազմական գործողություններով Ռուսաստանի հետ մրցապայքարի մեջ մտնելը անիմաստ է, ավելի ճիշտ է դեռ պաշտպանվել է սպասել ճիշտ պահի։ Լավ, անցնենք առաջ։ Կարելի է սա դիտարկել որպես Թուրքիայի ձեռամբ ամերիկյան աջակցություն Վրաստանին, այսպես։ Միանշանակ, ես կարծում եմ, սա ոչ թե Թուրքիան է իր բարի կամքով տվել զենքերը Վրաստանին, այլ սա պարզապես Միացյալ Նահանգները Թուրքիայի ձեռքով, ինչպես շատ ճիշտ ասացիք, փոխանցել է Վրաստանին, սրանով թե ուժեղացնելով Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում, թե նաև դինելով իր դաշնակից Վրաստանին։ Իսկ միգուցե երկու այսպես հարցելուծում Միացյալ Նահանգները այս քայլով մի կողմից սատարելով Վրաստանին, մյուս կողմից Թուրքիային առաջ է քաշում որպես տարածաշրջանում լիդերի հակակշիռ Իրանի, ինչն էլ տարիներ շարունակ կարծես թե իր քայլերում մենք գոնե տողատակերում տեսնում ենք։ Միանշանակ համաձայն եմ ձեր հետ, որ Միացյալ Նահանգները ի հակակշիռ Իրանին, Թուրքիային է
դարձնում տարածաշրջանային առաջնորդ նամանավանդ որ Թուրքիան հանդիսանալով ՆԱՏՕ-ի հարավ-արևելյան ֆրոնտի առաջատար երկիր նաև մեծապես աջակցում է մեր տարածաշրջանում Վրաստանին եւ Ադրբեջանին ռազմատեխնիկական աջակցությամբ, ինչը նաև ձեռնտու է Միացյալ Նահանգներին, քանի որ այդ երկրները թե ստանում են հակաիրանական ուղղվածություն, թե հակառուսական, ըստի մեծացնում են արևմտյան եւ մասնավորապես Միացյալ Նահանգների քշի ռեգիոնում։ Արտակ, հենց այս պահին ինչով եք բացատրում նման քայլը Միացյալ Նահանգների այսպես քայլ որպես ռևերանս, քաղաքական, ինչի հետ եք պայմանավորում, ինչի հետ կապենք այս քայլը տվյալ ժամանակաշրջանում։ Ես կապի այս քայլը հենց այս պահի իրավիճակի հետ, ես կարծում եմ ավելի շատ վաղուց պլանավորած գործողություն էր, որը պարզապես համընկել այս հակաիրանական հույզերի հետ, վերջերս ինչպես գիտեք Թուրքիան ստացավ Միացյալ Նահանգներից բավականին մեծ քանակությամբ արդի զենք եւ շատ հնարավոր է որ պարզապես այդ պայմանավորության համատեքստում Թուրքիան էլ իր հերթին պարտավորվել էր իր զենքերի մի մասը վերահանձնել Վրաստանին։ Թուրքիա-Ռուսաստանի դաշնություն հարաբերություններին չի վնասի նման քայլը։ Թուրքիան Ռուսաստանի հետ վարում է բավականին բազմապլան քաղաքականություն, ավելի շատ առևտրատնտեսական հարաբերություններ են նրանց մոտ, ոչ թե ռազմաքաղաքական, որքան էլ նրանք ներդնան մեկը Մոսկվան քաջ գիտակցում է, որ Անկարայի ռազմաքաղաքական շահերը միշտ էլ եղել են արգելք ռուսական գալելին եւ նրանք միշտ էլ եղել են մրցակից, որտեղ Թուրքիան թե իր պանթուրքիստական ծրագրերով, թե հարավային Կովկասում առաջնորդ լինելու մղումներով միշտ հակընդդեմ է գնացել Ռուսաստանի շահերին։ Ուստի Ռուսաստանի համար սա նորություն չի։ Ընդհանրապես Թուրքիան շատ բարդ իրավիճակում շատ հաճախ է հայտնել, օրինակ Աբխազական պատերազմում, երբ որ Թուրքիան կար Աբխազական շատ հոտ զանգված, դրա պատճառով Թուրքիայի ոչ պաշտոնական օղակները օգնում էին Աբխազիային, սակայն Թուրքիան ցանկանալով Վրաստանի հետ պահպանել բարիզացիական հարաբերություններ, պաշտոնական մակարդակում աջակցում էր Վրաստանին։ Ես կարծում եմ, որ այս դեպքում ևս ռուսական հարաբերություններում նրանք աշխատում են տարբեր ճակատներով եւ եթե նույնիսկ ռազմաքաղաքական ճակատով Ռուսաստանի հետ չեն հասնում ինչ-ինչ համաձայնությունների, ապա առևտրատնտեսական գազային ճակատով նրանք շարունակում են ծերտ համագործակցել, չնայած ասեմ, որ վերջի ամիսներին ռուս-թուրքական գազային պայմանագիրը կարծես թե սառեցվել է։ Դե Ռուսաստանի դաշնության համար սա նորություն չէ, բայց հավելյալ բարդություն է ստեղծում առավել եւս եթե այսպես նժարին Վրաստանն է։ Ես անձնապես կարծում եմ, որ Վրաստանը որքան է շատ ու արդի զենք ունենա, ապա Ռուսաստանի համար Վրաստանի զենքի քանակությունը խնդիր չէ, արդեն այդտեղ շատ բարեհ հոգեբանական խնդիրներ են, որովհետև նույն օգոստոսի 8-ի պատերազմի ժամանակ կան շատ փաստեր ու վերլուծություններ, որ վրացական զորքերը շատ ավելի լավ սպառազինված վիճակում էին, քան ռուսականները։ Պատերազմում միշտ չէ, որ լավ զենքն է իր դերը խաղում, մենք կարող ենք դա տեսնենք նաև մեր Արցախյան ազատամարտի օրերին, երբ որ ադրբեջանական բանակը շատ ավելի լավ ու նոր արդի թուրքական զենքերով էր, իսկ մենք ավելի շատ ինքնաշեն ատրճանակներով էին, բայց ազատագրական պայքարում հաղթեցին հայկական ուժերը։ Այսինքն ռուս-թուրքական հարաբերությունների սրում, այսպես լարվածություն չէ կարծում թե առաջանա։ Հնարավոր է 1-2 նոտայով փոխանակվեն, բայց էական փոփոխություն չի լինի։ Թուրքագետ Արտակ Շաքարյանի հետ զրուցում ենք Թուրքիայի կողմից Վրաստանին ռազմատեխնիկայի փոխանցման նշանակության ու հետևանքների մասին։ Ինչ զարգացումներ են սպասվում Ղարաբաղ-ադրբեջանական ճակատում եւ արդյոք սա միայն լոկալ կարգով լուծում պահանջող խնդիր է։ 2012 թվականն այս առումով ինչ կբերի եւ ինչով է պայմանավորված Ղարաբաղյան հակամարտության լուծումը։ Սոնա Կարապետյանն այսօր այս թեմաների շուրջ մեկտեղել է փորձագիտական, քաղաքագիտական ու ռազմագիտական կարծիքներ։
Ղարաբաղի հարցում այս տարի որևէ քայլ չի արձանագրվել ոչ բացասական, ոչ էլ դրական առումներով։ Պատճառն այն է, որ Ղարաբաղի հարցի կարգավորումը կախված է ոչ թե Հայաստանից կամ էլ Ադրբեջանից, այլ անմիջականորեն աշխարհաքաղաքական իրավիճակից, արտաքին զարգացումներից, գերտերությունների բանակցություններից եւ այլն, համոզված է Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։ Վերջինս նաեւ կանխատեսում է, որ 2012 թվականը խոստանում է մեղմ ասած բարդ լինել ողջ աշխարհում, իսկ Արցախյան իրավիճակը սրվելու է պայմանավորված նույն այդ արտաքին գործոններից։ Արաջավոր Ասիայում, Ռուսաստանում, Պարսկաստանում դեպքեր ահագին սրված են, Սիրիայում չգիտենք դա ամեն ինչով կվերջանա, եւ վերջապես կրիզիսը, այս կրիզիսը, որը շարունակում է, իսկ եթե ընտանիքները աղքատանում են, եթե պետությունները աղքատանում են, մարդիկ աղքատանում են, դրա վերջը անպայման պատերազմ է լինելու։ Ես կարծում եմ դա այդպես կլինի, որ ուղղակիորեն կազդի Ղարաբաղի խնդրի վրա։ Եթե աշխարհի 4 կողմից այրվում է, բնական է հրդեհը եւ ցերտուն կարող է անցնել ամեն դեպքում։ Բացի աշխարհաքաղաքական փոփոխություններից Լեռնային Ղարաբաղի լուծումը նախ եւ առաջ պայմանավորված է այն հանգամանքով, թե որքանով Արցախի ժողովուրդը կկարողանա պահպանել առնվազն այսօրվա քաղաքացիական ակտիվության աստիճանը, այսինքն ունակ լինել ընտրել իշխանություն, վերահսկել բանակը, ներքին կարգու կանոնի ապահովումը, անհրաժեշտ սոցիալական ծառայությունների մատուցումը եւ այլն։ Իր հերթին նշում է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։ Ամենակարևոր բանը, որ մենք պետք է դրան լուծում տանք, այսինքն լուծումը տվել են, բայց այդ լուծումը պետք է կարողանանք ապահովել նաև ապագայում, դա այն է, որ ներկայիս Արցախի տարածքը չպետք է նվազի, նաև պետք է ապահովել այն ժողովրդավարական աճը, որ անհրաժեշտ կլինի այդ տարածքի յուրացման համար։ Սա խնդիրներ են, որոնք առաջնային են։ Սակայն իրադարձությունները կարող են զարգանալ տարբեր սցենարներով, որոնցից մեկն է նաև ռազմականը։ Ամեն դեպքում սա ադրբեջանական իշխանությունների մշտական սպառնալիքների շրջանակում է գտնվում, եւ Աստված միարասե պատերազմի պարագայում էլ հայ ժողովուրդը ունի ամենամեծ մարդկային ռեսուրսը, համոզված է Արաբո ջոկատի հրամանատարը եւ հավելում է, որ կարևորը ժողովրդի հետ անկեղծ լինելն է։ Մենք հայերով միայն ամփոփ իր հարգենք, իր համար սենք ցավալը, չէ՞, իր պինդ մի բացակին, պարասպապացակին, չէ՞, մենք ունենք դուս այնքան մեծ պլազդարմ, 7 միլիոնից հայկա պլազդարմ ունենք տարբեր երկրներում, որոնք անպայման համալրելու են մեզ։ Հայ ժողովրդին միայն արդարության ճանապարհը ցույց տվեք, ապացուցեք, որ դուք արդար եք, հայ ժողովուրդը քրետևից միջև Մարս մոլորակ ոդկով կգա։ Ես համոզված եմ, ես հայերին լավ եմ ճանաչում։ Ահա մեր ռեսուրսները, մենք որը պետք է օգտագործենք, ասենք Արցախում։ Արաբո ջոկատի հրամանատարն ի վերջո վստահորեն հայտարարում է, որ Արցախի հարցում հայ ժողովուրդը դատապարտված է հաղթանակի, ինչպես եւ բազմաթիվ անգամ ապացուցել է։ Սոնա Կարապետյան, Արմ ռադիո։ Լսեք հաջորդիվ։ Նարեկ Հարությունյանն այժմ ազատ է, սակայն սպառնալիքները շարունակվում են։ Ինչպես է մտադիր քաղաքապետարանը լուծել համատիրություն բնակիչ խնդիրը։ 2012 թվականը սև վիշապի տարի է։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում 4 օր անցկացրած Նարեկացի արվեստի միության նախագահը, նրա 2 փաստաբանները խոսել են հարուցված քրեական գործի մասին, որը վերաբերում էր Հարությունյան ընտանիքի հիմնադրած GH Storage Enterprises սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից հարկային պարտավորություններին։ Ի վերջո ինչ է տեղի ունեցել, ովքեր են մեղավորները եւ որն է միտումը։ Հարցեր, որոնց պատասխանները հնչեցին ասուլիսի ժամանակ։ Նարեկ Հարությունյանի նկատմամբ կալանքն իբրև խափանման միջոց ընտրվել էր երկարատև դատական պրոցեսի ժամանակ, այն տևել էր մինչև ուշ գիշեր։ Հորս 40-ի օրն էր եւ ես ստիպված էի քննչականում երկար ժամեր անցկացնել, բայց հիմա շնորհակալ եմ, որ այս 4 օրերի ընթացքում հասարակությունն ու լրատվամիջոցներն արթնացան, նշեց Նարեկացի արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարությունյանը, ավելացնելով, որ բանտում իրեն ավելի լավ են վերաբերվել, քան քննչական մարմիններում, որ արդար մարդիկ շատ են բանտարկված, ում համար պայքարողներ չկան։ Եթե բահ անդրադառնանք ինչ եղավ եւ ինչ արձագանք ունեցավ։ Մենք բոլորս կգիտակցենք, որ իբրև հայ քրիստոնյա մենք բոլորս ունենք անխտիր ամեն մեկս գործ անելիք, որովհետև այս անարդարությունը միայն իմ հասցեին չի։ Նա հազանգում է, որ իր հասցեին այսօր էլ շարունակվում են սպառնալիքները։ Նարեկ, քո գլխուն էլի բաներ կսարքենք, փողերի լվացում, նարկոման կսարքենք քեզ, էլի կնստեցնենք, ասաց Հարությունյանը եւ խորհուրդ տվեց տարբերակել Նարեկացի միությունն ու ընտանեկան բիզնես հանդիսացող ընկերությունը, որի տնօրենի պաշտոնը ինքն անձամբ ստանձնել է ընդամենը 1 տարի առաջ։ Չարաշահումներ կատարվել են մինչ տնօրենի պաշտոնը իմ կողմից ստանձնելը, որի մասին մեկ անգամ չէ որ բարձրաձայնել եմ, անգամ մասնագետներ հրավիրել, որ պարզեն թե ինչ է տեղի ունեցել, նշում է Նարեկը։ Այս հարկային ակտը, որ գրել են անհիմն 110 միլիոն, մի քիչ շատ աբսուրդ է։ Մենք կյանքում իբրև ընտանիք, որ միլիոնավոր դոլարներ ներդրում ենք արել,
հարգայինից ոչ խուսափել ենք, ոչ էլ դենց չարամիտումներ ենք արել։ Ես ասել եմ, էլի եմ ասում, եթե արդար ընդամենը ազնիվ լինեն մարդիկ, սկսած քննիչներից, վերջացած դատավորներից, եթե ազնիվ դատեն, եթե լինի, որ մենք հարգայինից ինչ-որ պարտքենք, սիրով մենք կվճարենք, բայց թող լինի ամեն ինչ արդար ու ազնիվ։ Պետեկամուտների քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով Նարեկ Հարթունյանին հաշվապահ Արթուր Գալստյանին 2011 թվականի դեկտեմբերի 9-ին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու, հանցավոր ճանապարհով ստացած եկամուտներն օրինականացնելու, իսկ ընկերության փոխտնօրեն Անի Մնացականյանին առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն օժանդակելու համար։ Նարեկ Հարթունյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը նշեց, որ այն գումարները, որը պահանջում են Հարթունյանից, անհիմն են։ Ուրեմն որևէ գումար, որի հիմքում ընկած հաշվարկ չկա, ենթակա չի վճարման։ Նման երկու պահանջ կա, մեկը հարկայինի կողմից, մեկը սևակ արձարունու կողմից։ Երկուսի հիմքում էլ որևէ հաշվարկ չկա, մեկը գտնվում է դատարանում, մեկը քրեական գործի շրջանակներում։ Նույն տրամաբանությամբ, նույն հաշվարկներով։ Այսինքն հաշվարկ ասած հաշվարկ չկա։ Հիմք հանդիսացող որևէ հաստատող չկա այդ գումարին։ Փաստաբան Անի Թովմասյանն էլ անդրադարձավ պետեկամուտների տարածած հաղորդագրությանը, ըստ որի Հարթունյանին ազատ են արձակել, որպեսզի նրան հնարավորություն տրվի վճարել այդ գումարները։ Պետք լրատվամիջոցների կողմից, լրատվական ծառայության կողմից ապատեղեկատվություն էր տարածվել այն մասով, որ ազատ են արձակվել Նարեկ Հարթունյանի եւ մյուս աշխատակիցների խնդրանքով վճարելու նախապայմանով։ Ուրեմն այդպիսի նախապայման մեր կողմից չի դրվել։ Ընդամենը մենք բազմիցս հայտարարել ենք, որ այս ամենը շանտաժ է եւ պրովոկացիա է եւ ստիպում են, հարկադրում են վճարում կատարել միայն թե ազատ արձակելու համար։ Այսինքն նախապես խնդրանք չի եղել, որ կվճարենք, խնդրում ենք ազատեք։ Եվ վերջում հարցին, թե կատարվածը կարող է պատճառ դառնալ, որ Նարեկ Հարթունյանը հիասթափվի Հայաստանից եւ հեռանա, նա պատասխանեց. «Ես երբեք չեմ հիասթափվում իմ հայրենիքից»։ Զարուհի Մեջլումյան, Արմ ռադիո։ Հարգելի ռադիոլսողներ, ստուդիայում են Նարեկ Հարթունյանի փաստաբաններ Լեռնիկ Հովհաննիսյանը եւ Անի Թորոսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ հակիրճ խնդրում եմ, ինչ է տեղի ունեցել։ Եթե խոսքը վերաբերում է կալանքից ազատելուն, նախ ինչ են կալանել։ Այո։ Ուրեմն մեզ համար էլ էր անհասկանալի ճիշտն ասած, թե ինչու էին կալանավորել իմ պաշտպանյալներին, նշեմ, որ իմ պաշտպանյալներն են ինչպես Նարեկը, այնպես էլ փոխտնօրեն Անին եւ հաշվապահ Արթուր Գալստյանը։ Ուրեմն կալանավորումը կիրառվել էր այն պատճառաբանությամբ, որ կարող են խոչընդոտել նախաքննությանը, ընդհանրապես քրեական դատավարության օրենսգրքի իմաստով կալանավորում կիրառվում է այդ դեպքում, եթե խոչընդոտում են նախաքննությանը, եթե թաքնվում է նախաքննություն կամ վարույթ իրականացնող մարմնից եւ եթե անօրինական ազդեցություն են ունենում այլ անձանց քրեական դատավարության մյուս մասնակիցների վրա։ Հիմա տվյալ դեպքում ես բազմիցս հայտարարեցի, որ այդ 3 հիմքերից որևէ մեկը մեզ մոտ առկա չէր։ Կային մի քանի ճակերտավորված ընդամենը 2 ցուցմունքներ, որոնց այս պայդրությամբ չեմ անդրադառնում, սակայն նախաքննության իրականացման ընթացքում պարտադիր դրանց մենք անդրադառնալու ենք, քանի որ դրանք ակնհայտ կեղծ ցուցմունքներ են եւ արհեստական մեղադրանքի հիմքում դրվող ապացույցներ են փորձում ստեղծել այս պայդրությամբ ցուցմունքի հեղինակները։ Ինչ մեղադրանքով ձերբակալվեց Նարեկ Հարթունյանը։ Նարեկ Հարթունյանը ճշտում կատարեմ չի ձերբակալվել, այլ կալանավորվել է։ Ահա, կալանավորվել է քրեական օրենսգրքի 205 հոդվածի, այսինքն հարկերը, տուրքերը եւ պարտադիր այլ վճարները չարամտորեն խուսափելու համար առաջադրված մեղադրանքով, ինչպես նաեւ փողերի լվացման քրեական օրենսգրքի 190 հոդվածի 2-րդ մասի առաջին կետի մեղադրանքով։ Փաստեր կան, ապացույցներ կան, որոնք հերքում են այս մեղադրանքները։ Լեռնիկ, խնդրեմ։ Ինչ վերաբերում է 190 հոդվածի 2-րդ մասի առաջ կետին, ապա դրա վերաբերյալ ընդհանրապես ամբողջ մեղադրանքը հիմնված է քննչի եզրահանգումների վրա, որոնց հիմքում փաստական հանգամանքներ չկան, որոնց հիմքում ընդամենը հայտարարություններ են տրված սևակ արձարանու կողմից, որ իրականության չի համապատասխանում։ Ինչ վերաբերում է 205 հոդվածին, ապա 205 հոդվածի 2-րդ մասով մեղադրանք են առաջադրել, հիմք ընդունելով նաև այն հանգամանքը, որ 2009 թվականից հանդիսանալով ընկերության մասնակցի որդի փաստացի ինքն է ղեկավարել ընկերությունը եւ հետեւաբար ընկերության կողմից որոշակի հարկեր չվճարելու հետ կապված նաև պատասխանատու։ Դա իրականության չի համապատասխանում, մեր հանրությունն էլ գիտի, որ Նարեկ Հարթունյանի ոլորտը դա մշակույթն է եւ նա ընդհանրապես ձեռնարկատիրությամբ չի զբաղվել։
Ով է Սևակ Արծրունին, հիշատակեցիք այս անունը։ Սևակ Արզարունին, անձնագրով Արզարունի, բայց նա հանդես է գալիս նաև որպես Արծրունի։ Սևակ Արզարունին դեռևս 2003 թվականին ծանոթացել է Նարեկ Հարթունյանի հետ եւ այդ ժամանակներից ի վեր ներկայացնում է Հարթունյանների ընտանիքի շահերը, այսպես ասած, բայց իրականում ինչպես բացահայտվեց 2010 թվականին, նա ոչ թե ներկայացնում էր Հարթունյանների շահերը, այլ նա հանդես էր գալիս Հարթունյանների անունից եւ մի շարք չարաշահումների հետևանքով բավականին գումարներ է յուրացրել նրանց կողմից Հայաստան փոխանցված գումարներից։ Այսինքն ամեն դեպքում չարաշահումներ եղել են, օրենքի խախտումներ եղել են։ Այո։ Անցնենք առաջ։ Հնարավոր է արդյոք գործում ի հայտ գան այլ կասկածյալներ։ Կարծում եմ քրեական գործը ճիշտ քննություն տանելու եւ ճիշտ ուղղորդելու դեպքում իսկապես այո հանդես կգան եւ կառաջանան եւ կգտնվեն շատ կասկածյալներ եւ հետագայում մեղադրյալներ։ Ապացույցներ կան Սևակ Արծրունու մեղավորության առումով։ Քանի որ քրեական գործի տվյալներ են հարցնում, հիմա դուք քրեական գործի տվյալներ եք շոշափում, ես այս բարեդրությամբ չեմ կարող այդ մասով ասել։ Իսկ ես քանի որ քրեական գործով չեմ մասնակցում որպես փաստաբան, իմ ունեցած տեղեկությունների համաձայն ես կարող եմ ասել, որ այո կան նման տվյալներ, մասնավորապես որոշումները, որոնք գաղտնի չեն, դրանց մեջ արձանագրված է որոշ տեղեկություններ այն մասին, որ Արտյոմ Մարտիրոսյանի կողմից ընկերության տնօրեն հանդիսանալու եւ Սևակ Արզարունի կողմից փաստացի ղեկավարելու ժամանակահատվածում հարկեր չեն վճարվել մոտ 26 միլիոն դրամի չափով։ Դա քննության տվյալներ է, այս բանը գաղտնի տվյալներ չի ըստ էության, քանի որ որոշումներն առկա են եւ դրանք այդ տվյալները ենթակա են հրապարակման։ Այդ դեպքում ինչ են ուզում Նարեկ Հարթունյանից։ Ամբողջ հարցը կայանում է նրանում, որ Նարեկ Հարթունյանից անձնապես ոչինչ երևի թե չեն ուզում, ուղղակի Նարեկ Հարթունյանի միջոցով ցանկանում են առաջի հերթին ճնշում գործադրել իր եղբոր Սարո Հարթունյանի վրա, քանի որ իրականում այս պահին արդեն Սարո Հարթունյանն է հանդիսանում ընկերության սեփականատերը, մինչ այդ եղել է նրա հայրը, բայց կտակով ընկերության բաժնե մասերը թողել է Սարո Հարթունյանին, ինչպես նաև Սարո Հարթունյանը ունի նաև այլ կատարված ներդրումներ, որոնց համար պատասխանատու է կոնկրետ Սևակ Արզարունին, ինչպես նշեցի, Սևակ Արզարունին մի շարք հյուրացումներ է կատարվել եւ սրանով փորձում են Նարեկ Հարթունյանի վրա ազդեցություն գործելով հասնել մի կետի, որտեղ Սարո Հարթունյանը Սևակ Արզարունու հանդեպ ունեցած պահանջներից հրաժարվի։ GH Storage Enterprises ՍՊ-ի տնօրեն Նարեկ Հարթունյանը եղել է վերջին 1 տարին, չէ՞, թե մի փոքր ավել։ Մինչ դա ղեկավարելով Սևակ Արծրունին ընկերությունը Նարեկ Հարթունյանը պատասխանատվություն կրում է թե ոչ չարաշահումների համար։ Քրեական գործով առաջադրված մեղադրանքով այո։ Բարոյական, իրավական, պետական, մասնավոր ըստ քննիչի այո, բայց հենց Սևակ Արզարունին քաղաքացիական գործով բացատրություններ է ներկայացել, հայցադիմում է ներկայացել, որտեղ արձանագրել է, որ ինքը բացառապես հաշվետու է եղել ընկերության գործունեության հետ կապված Նարեկ Հարթունյանի հորը, որը եւ հանդիսացել է ընկերության սեփականատերը։ Այսինքն Նարեկ Հարթունյանը նրա ժամանակահատվածի համար որևէ պատասխանատվություն չի կարող կրել ոչ փաստացի, ոչ էլ իրավաբանորեն։ Եթե ամփոփենք, ինչ փուլում է այժմ գործը։ Պետեկամուտների կոմիտեում կարծես գործը քննությունը շարունակվում է։ Նախաքննության փուլում է, այսինքն շարունակվում է նախաքննությունը։ Իմ պաշտպանյալները թե Նարեկը, թե Արթուրը եւ թե Անին հանդիսանում են գործով մեղադրյալներ, այսինքն ոչինչ չի փոխվել, միայն կալանավորումը վերացվեց։ Ինչ հույսեր ունեք։ Շատ մեծ։ Ինչով է հիմնավորված։ Ես վստահ եմ, որ այն հասարակական հնչեղությունը, որ ձեռք բերեց այս գործը, կշարունակվի քաղաքացիական հասարակության ճնշումը, որպեսզի գործը օբյեկտիվ շարունակվի քննությունը, եւ այս առումով ես վստահ եմ կամ հուսով եմ, ճակերտավոր ասած, որ լավ գործը իր հունով կշարունակվի եւ դրական արդյունք կունենան, կապացուցվի, որ Նարեկը մեղավորություն չունի այստեղ։ Ասացիք, որ վերջին հարցս, ասացիք, որ կասկածյալների վերջը այս գործով հնարավոր է առաջիկայում մի հայտ գան, ուր են տանում ճանապարհները այդ կասկածյալների։ Դեպի ուր ընկերության ներքին օղակներ, աշխատակիցներ, թե այլ տեղեր։ Չի բացառում, որ նաև ընկերությունից դուրս գան այդ կապերը։ Շատ լավ։
Եվ եթե փորձենք ամփոփել եւ ի վերջո սահմանափակվենք այսքանով, վերջում կուզենայի հարցնել ամեն դեպքում սպառնալիքները, եթե շարունակվում են, շատ հակիրճ խնդրում եմ ասեք, ինչի մասին է խոսքը, ինչ սպառնալիքների, ինչ Եթե խոսքը վերաբերում է Նարեկ Հարթունյանի անձի դեմ ուղղված սպառնալիքներին, ապա Նարեկ Հարթունյանը առավոտյան մամլոասուլիսուն այդ մասին նշեց, քանի որ նրան նա հայտնեց, որ քննիչի կողմից իրեն ասվել է, որ եթե պետք լինի նոր հոդված էլ քո վրա կավելացնենք, նոր մեղադրանքներ էլ կլինեն, այսինքն սպառնալիք եւ ճնշում այդ իմաստով է Նարեկը հայտարարել այդ մասին։ Ինձ վրա որպես փաստաբանի ճնշում չի եղել եւ չի կարող լինի։ Ավելացնելու բան ունեք։ Ավելացնելու սպառնալիքների մասով նաև նույն սպառնալիքները եղել է եւ ճնշումները եղել է ընկերության մյուս աշխատակիցների նկատմամբ, ում կանչել են հարցաքննության եւ նույնիսկ դատարանում, երբ որ քննության էր առնում կալանքի հարցը, մինչ վերջին պահը քննիչները փորձում են ճնշում գործադրել Անի Մնացականյանի եւ Արտուր Գալստյանի նկատմամբ, որովհետեւ նրանք ցուցմունքներ տան հենց նույն դատարանում։ Ովքեր են նշված մարդիկ։ Նրանք ովքեր կալանավորվեցին Նարեկ Հարթունյանի հետ միասին, մեկ Անի Մնացականյանը ընկերության փոխտնօրենն է հանդիսանում, իսկ Արտուր Գալստյանը հաշվապահ։ Այսինքն մինչև վերջի պահը փորձում էին, որպեսզի Նարեկ Հարթունյանի դեմ ցուցմունքներ տրվի։ Ինչու շատ հակիրճ։ Ինչու, որովհետև Նարեկ Հարթունյանը կրկին ասեմ, որ այն միջոցն է, որով կարող են ազդել Սարո Հարթունյանի վրա։ Եվ Սարո Հարթունյանի հետ իրականացնեն այն գործարքները, ինչ որ իրենց ցանկալի է։ Լավ, հաջորդիվ չեմ կարող այս հարցը չտալ, ինչ են ուզում Սարո Հարթունյանից։ Բնականաբար այստեղ շահն է խոսում, բիզնեսն է խոսում։ Այդ ամենը կապված է ինչպես ընկերության հետ, որը փաստացի գործում է, Հարթունյանների օրոք միշտ ներկայացում էր, որ վնասով է գործում։ Ինչ բիզնեսի մասին է խոսքը։ Բիզնես ուրեմն Ռուսաստանից ներեն կրում ցար ապրանքանիշի ապրանքատեսակներ, հիմնականում ալյուր, մակարոնեղեն եւ Հայաստանում իրացնում են։ Ընդհանրապես սա է, նույնիսկ արտադրություն չի, որ չարաշահումներ ինչ որ փորձեն փնտրել, ներկրվում է որոշակի ապրանքատեսակ, որը մաքսայնում ֆիքսվում է եւ հետագայում նույն ապրանքատեսակը օտարվում է, որը հարկայնում նույնությամբ արտացոլվում է, այնպես որ այստեղ բիզնեսի մասին խոսելը այնքան էլ խճճված խնդիրներ լինել չի էլ կարող։ Պարզ բիզնես է։ Հետաքրքիր էր, վերջին շրջանում չէի լսել նման բան, պարզ բիզնես, խոշոր, մեծ, միջին։ Այս չափով ներկրվում է, նույն չափով էլ օտարվում է։ Ինձ թվում է շատ պարզ է։ Շնորհակալություն, այսքանը։ Հարգելի ռադիոլսողներ, հիշեցնում, որ ստուդիայում զրուցում էինք Նարեկ Հարթունյանի փաստաբաններ Անի Թորոսյանի եւ Լեռնիկ Հովանեսյանի հետ։ Շարունակում ենք ծրագիրը։ Հայաստանում կա 103 ցմահ դատապարտյալ, նրանցից մեկն այսօր դարձավ գրքի հեղինակ ու բարեգործ։ 36-ամյա ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի «Ես զրուցում եմ քեզ հետ մարդ» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Art Bridge գրախանութ սրճարանում, որին ներկային մտավորականներ, արվեստագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Գրքի տպագրությունն ու շնորհանդեսը իրականություն է դարձել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի եւ Սարգիս Խաչենց ու Print Info հրատարակչական ծրագրի շնորհիվ։ Գրքի վաճառքից ստացված ողջ հասույթը հեղինակը նպատակադրվել է փոխանցել քաղցկեղով տառապող երեխաներին։ Երբ այս տողերը կարդացվեն, իմանալով, որ դուք լսում եք, ես ինձ ազատ կզգամ ձեր կողքին։ Բանտի կիսամութ ու փոքր խցում նստած մտքով ու հոգով կհայտնվեմ լուսավոր մանկությանս վարդագույն քաղաքում։ Աբովյանով կզբոսնեմ երևակայածս արվեստի կամուրջը։ Ինձ կբերի ձեզ մոտ։ Կողքից ուշադիր կնայեմ, հետո մեկ առ մեկ կմոտենամ յուրաքանչյուրիդ, կզրուցենք, կփորձեմ հուզմունքս թաքցնել։ Արդեն 16-րդ տարին բանտում գտնվող Մհեր Ենոքյանի մայրը մանկաբույժ Վարդուհի Օհանյանն է։ Կարդում է որդու նամակն ուղված մարդկանց, ովքեր եկել են իր գրքի շնորհանդեսին։ Գրքով մարդկանց հետ երկխոսելը նրա երազանքն էր, ասում է տիկին Վարդուհին, նշելով, որ 15 տարի շարունակ նա գրել ու նկարել է բանտում։ Ինքը գույներ շատ է սիրում, սակայն բանտում գույն չի կարելի, պատճառն անհեթեթ է, ասում են, որ դատապարտյալները թույն կարող են սարքել։ Ինչևէ, ցմահ դատապարտյալ Մհերը նկարում է մատիտով, ներկայացված են նաև նրա գրաֆիկական աշխատանքները, որոնցով եւ ձևավորվել է գիրքը։ Իդեպ Մհեր
Մհեր Ենոքյանն անձամբ է մասնակցել գրքի կազմման աշխատանքներին, ասում է նկարչուհի Զարուհի Մուրադյանը, ով նաև ՑՄԱ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամ է։ Ինքը փաստաբանների միջոցով ուղարկում էր նյութերը, նկարները իդեպ մատիտով են, որտեղ ներք չի կարելի օգտագործել քրեակատարողական հիմնարկում, հետո ուղարկում էինք նորից փաստաբանի հետ բանդ, այնտեղ Մհերը նորից նայում էր, հետո նորից ուղարկում էր մեզ, դրա համար դա մի 6 ամիս տևեց։ Գրքից ստացված հասույթը փոխանցվելու է Հնգամյան Արեգ Մարտիրոսյանին, ով տառապում է նեյրոլեյկոզով, եւ Գետահովիտ գյուղից 8-ամյա Գրիգոր Ենգիբարյանին, ով այս պահին քիմիոթերապիայի կուրս է անցնում հիվանդանոցում։ Գիրքը անշահախնդիր հրատարակել է Printinfo տպագրատունը 500 տպաքանակով։ Տնօրեն Արամ Մեհրաբյանի խոսքով. Իմ կարծիքով Մհեր Ենոքյանի ամենամեծ մարդկային հատկանիշներից նա է, որ իր խնդիրները մոռացած ինքը ինչ կարող է լինել իրենից ավելի վատ վիճակով, ճակատագրի նման հարված ստացած մարդուն։ Ես կարծում եմ, որ այս հատկություններն ա, որ մեր հասարակության մեջ պակաս են ու նոսրացած են։ Դերասան բեմադրիչ Վարդան Պետրոսյանը նշեց, որ բազմաթիվ նամակներ են ուղղել տարբեր ատյաններ, պատկան մարմինների ուշադրությունը բևեռելու, որ Հայաստանում վերաբացվեն ՑՄԱ դատապարտյալների գործերը, քանի որ պատիժների անհամաչափությունն ու դատական սխալների հավանականությունն ընդունում են անգամ ամենազարգացած պետություններում։ Նախադեպը չունեցող բանը ինձ թվում է, որովհետև ՑՄԱ բատարկյալի գրած ստեղծագործությունը լույս աշխարհ է դուրս գալիս, օրինակ ծառայություններին։ Ես շատ հուզված եմ, որ այսքան լրագրողներ կան ըստ իս անտարբերության այս վախի սառույցը, հանելուկային մթության սառույցը ըստ իս կոտրվեց։ Հիմա շատերը կխոսեն այդ մասին, խոսեն ընդհանրապես ՑՄԱ բանտարկյալների հետ կապված այս գործերի վերանայման մասին կխոսեն։ Արձակագիր Լևոն Ջավախյանն էլ ընթերցել է Մհեր Ենոքյանի իրական պատմություն, պատմվածքը գրված բանտից փախուստ կատարելու մասին ու զարմացել, տեսնելով այնտեղ ազատություն։ Հասկացա, որ ազատությունն ամենուր է, անգամ բանտում, ասաց նա։ Իսկապես մեծ տաղանդի շնորհքի դեր ազնվորություն է եւ նա դեր ճաղերի ցանկով շատ բան անելիք ունի։ Բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանն էլ նշեց, որ ինտերնետում պարբերաբար կարդում է Մհեր Ենոքյանի պատմվածքները, կամքով ուժեղ մարդու հետ գործ ունենք, ով պայքարում է հասարակություն վերադառնալու համար, ով ուզում է ապացուցել մարդկանց, որ իրեն սխալ են դատապարտել 16 տարի առաջ։ Երբ որ պատկերացնում ես, որ մարդը 20 տարեկանում, ուրեմն բանտ անստել 15 տարի բանտում է եւ մինչեւ հիմա չի կոտրվել եւ ուրեմն փորձում է նորից կյանք վերադառնալու համառորեն, դա խոսում է ճիշտ ասած բնավորության այն տեսակի մասին, որ ինձ համար ամենաթանկն է։ Բանտերում հոգևոր ծառայություն իրականացնող խմբի անդամ Հայր Ռուբեն Զարգարյանն անձամբ ծանոթ է Մհեր Ենոքյանին եւ նշում է մեկ հանգամանք. կան բանտում եզակի թվով մարդիկ, ովքեր դեմք ու դիմագիծ են պահպանել, նրանցից մեկն էլ Մհերն է։ Մհերը ոչ միայն ուզում է ապրել նորմալ կյանքով, այլ կյանք պարգևել, այս նախաձեռնությունը խոսում վկայությունն է իր ներաշխարհի, իր մարդկային որակների, մարդկային կերպարի։ Մհեր Ենոքյանը նաև առաջին ՑՄԱ դատապարտյալն է, ով չունենալով համակարգիչ արդեն 8 ամիս է վարում է բլոգ ռադիովանում, գրում հասարակական կյանքի տարբեր խնդիրների շուրջ։ ՑՄԱ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամները բախում են տարբեր դռներ։ Մեր նպատակը մեկն է, ասում են նրանք, մարդասիրականը, ոչ ասել անտարբերությանը, ստեղծել նախադեպ պատժաչափերի նվազեցման եւ ՑՄԱ դատապարտյալների գործերի վերանայման առումով, հասարակություն վերադարձնել առողջ հոգով ու մարմնով մարդկանց, որոնք այսօր հազար կողպեքի տակ են, բայց պետք են հանրությանը։ Զարուհի Մեջլումյան, Արմ ռադիո։ Այսօր հանրային խորհրդի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի ու ենթահանձնաժողովների նիստի ընթացքում քննարկվել են հաջորդ տարվա գերակա ուղղությունների ռազմավարությունը։ Քննարկման էր դրվել համատիրությունների ներկա վիճակն ու դրանց զարգացման հեռանկարները։ Սակայն քննարկման թեժ հարցերից առաջնային է եղել Հայաստանում բազմաբնակարան շենքերի տանիքների, բակերի եւ հիմքերի բարելավման ուղղությամբ իրականացվող ռազմավարությունը։ Հանրային խորհրդի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը քննարկեց համայնքների եւ հողերի խոշորացման խնդիրները, ինչպես նաեւ հետագա ծրագրերի ռազմավարությունը։ Չպետք է մոռանալ, որ համայնքների զարգացման ծրագրերում կան բազմաթիվ խնդիրներ, ասում է Հանրային խորհրդի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Գորյուն Արաքելյանը։ Այստեղ հատկապես առաջնային է բազմաբնակարան շենքերի բարելավման ու կառավարմանն ուղղված ռազմավարության ծրագիրը։ Թեման, որ մենք այսօր քննարկում ենք, տակ թեմա է, երբեմն կարող են վեճի տեղիք տալ։ Ուրեմն մենք այսօր ձեզ հրավիրել ենք, որպեսզի լսենք ինչ է նշանակում այդ հայեցակարգը, որը որ ներկայացվելու է։ Դուք ասեք ձեր կարծիքները, կարծիքների հիման վրա կստեղծենք մի տեղեկանք եւ հանրային խորհրդի մեծ կոլեգիայի
նիստում այս կառույցների արդեն ղեկավարների մասնակցությամբ կներկայացնենք առաջարկությունները։ Հայաստանում բազմաբնակարան շենքերի խնդիրները վերհանելու համար հանրային քննարկմանը մասնակցում էին այն կառույցներն ու համատիրությունները, որոնց համար առաջնային է բազմաբնակարան շենքերի կառավարումն ու զարգացումը։ Բնակարանային տնտեսությունում կուտակված ֆոնդերն այսօր հիմնականում կենտրոնացված են բազմաբնակարան շենքերում, ասում է քաղաքաշինության վարչության պետ Եվգենիա Աթալյանը, ու ավելացնում, որ վերջին 20 տարվա ընթացքում բազմաբնակարան շենքերում իրականացված ծախսերը կրել են ոչ պարբերական բնույթ եւ ավելի շատ հակված են եղել անսարքությունների վերացմանը։ Սակայն կատարված հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ հանրապետության շենքերի 75%-ի պարագայում դեռ առկա են տանիքների եւ ջրահեռացման համակարգերի հիմնանորոգման հարցը։ Այս ամենից բացի համայնքներում չեն վերացվել նաեւ շենքերի վթարայնության խնդիրները։ Այսօր մեծացել է շենքերի մաշվածությունը եւ բավականին տխուր պատկեր ունենք այսօր մոտ 450 բազմաբնակարան շենքեր ունեն երրորդ աստիճանի վնասվածություն եւ այդ շենքերում հրատապ միջոցառումներ չիրականացնելու պարագայում վթարայնության աստիճանը կարող է ավելանալ եւ մեր անօթևան կարգավիճակում հայտնված ընտանիքների մեծ թվին կարող է ավելանալ եւս մոտ 20,000 ընտանիքների բնակապահովման խնդիրը։ Նման խնդիրներին չբախվելու համար եւս մեկ անգամ հարկ է նշել, որ երրորդ կարգի վթարային շենքերի համար անհրաժեշտ է իրականացնել հիմքերի ամրացման աշխատանքներ։ Քաղաքաշինության վարչության պետը նաեւ ավելացնում է, որ այսօրվա դրությամբ խնդիր է նաեւ քանդման ենթակա շենքերը, որոնց թիվը հասնում է 26-ի։ Դա չորրորդ կարգի վթարային շենքերն են 927 բնակարանով։ Չնայած արկա բացերի, այնուհանդերձ կան նաեւ ձեռքբերումներ։ Գործում է բնակավարը կարգավորող օրենսդրությունը, սահմանված են գործընթացին մասնակից կողմերի իրավասությունների եւ պարտականությունների ընդհանուր շրջանակը, աստիճանաբար արմատավորվում են բազմաբնակարան ֆոնդի ընդհանուր բաժնային սեփականության մասնակցային կառավարման տարրերը։ Երևանում գործում են 250 համատիրություն, որոնց հետ աշխատանքը ինչ-ինչ դժվարությունների է հանգեցնում։ Մասնավորապես համատիրության նախագահը դժգոհում է բնակչից, իսկ բնակիչն էլ իր հերթին համատիրությունից։ Իսկ երկկողմանի անհաշտության արդյունքում էլ համայնքի խնդիրները մնում են չլուծված։ Վերադաս մարմին է, քաղաքապետարանը քաջ գիտակցելով այս ամենը պատրաստվում է ծրագրեր մշակել, որոնց միջոցով հնարավոր կլինի ստանձնել առավել մեծ վերահսկողություն եւ պատասխանատվություն ու դրանով իսկ լուծում տալ որոշ խնդիրների։ Լուսինե Նորեկյան, Արմ ռադիո։ Ողջ տարվա ընթացքում մամուլի ակումբներում քննարկվում են քաղաքական, տնտեսական, միջազգային այլ իրադարձություններ, սակայն տարվա վերջին օրերին ակումբներում հիմնական տեղը սկսում են զբաղեցնել աստղագետները, հոգեբանները, ովքեր փորձում են գուշակել կամ կանխատեսել գալիք տարվա իրադարձությունները, ինչպես նաև տարվա խորհրդանիշը եւ այլն։ Այս տարի եւս աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը ներկայացրեց, թե 2012 թվականին սև վիշապի տարուն ինչ գույնի հագուստ կրել, ինչ ուտեստ դնել սեղանին, նաև որ զոդիակի նշանի համար է տարին բարենպաստ կամ հակառակը։ Պատմում է Նունե Ավետիսյանը։ 2012-ի ամանորն ըստ արևելյան տոնացույցի մեկնարկում է հունվարի 23-ին, ինչը կապում են լուսնի շարժման հետ, իսկ զոդիակի տարին մարտի 21-ին։ Աստղաբանի խոսքով այս տարվա գույները սպիտակը, դեղինը եւ կանաչն են, միևնույն ժամանակ շեշտելով, որ պետք է զերծ մնալ սև եւ մոխրագույն գույներից։ Թերևս աստղաբանը գերագնահատում է մեր ազգի ներուժը, չկրել սև հագուստ շատերի համար ուժերից վեր է, ինչպես նաեւ դժվար կլինի կատարել մեկ այլ աստղային խորհուրդ եւս։ Բանն այն է, որ հաջորդ տարվա հաջողակ քարերն են մարգարիտը, վագրի աչքը, լուսաքարը, իսկ մետաղը արծաթը։ Ուրեմն ըստ Գուրգեն Հովհաննիսյանի խորհրդանշական նվեր կարող է հանդիսանալ արծաթյա իրը։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես է մերօրյա մեծահարուստները ու գլամուրային օրիորդները բացատրում մերձավորներին այդպիսի չակերտավոր աղքատիկ նվերի խորհրդանշական լինելը, չէ՞ որ ոսկուց ու ադամաններից խորհրդանշական բան իրենց համար էլ ինչ կարող է լինել։ Սակայն դրանով Գուրգեն Հովհաննիսյանը չի սահմանափակվում։ Պարզվում է, որ այս տարի անհրաժեշտ է հրաժարվել մեկ այլ սովորույթից եւս։ Ամանորյա սեղանի զարդ հանդիսացող խոզի բդի փոխարեն անհրաժեշտ է դնել ծովամթերք եւ ձիթապտուղ։ Սա արդեն ոչ միայն մեծահարուստներին, այլ շարքային մեր համակարգացիներին դժվար կլինի բացատրել եւ համոզել դրա ճշմարտացիությունը։ Հայի շռայլ հոգին ամանորի սեղանին բութ չտեսնելով կտխրի։ Էլ ինչ է ավետում աստղաբանը։ Ըստ նրա եկող տարի կարող ենք սպասել մի շարք կարևոր անակնկալների եւս, մասնավորապես քաղաքական ոլորտում։ Տարին մի քանի անակնկալներ է պատրաստել մեզ, ֆինանսական, տնտեսական առումով, նույնիսկ քաղաքական
տեխնիկական առումով բավական բարդ տարի է սպասվում։ Հիմնականում բարդությունները իրենց նկատել կտան արդեն հուլիսի 17, հուլիսի 19։ Այս շրջանում հրդեհներ, երկրաշարժեր, ֆինանսական դեֆոլտներ եւ ամեն ինչ կործանարար փոփոխման ենթարկա այս օրերին շատ մեծ ուժ ունեն։ Նաեւ նոյեմբերի 23-ին։ Քաղաքական ուժեղ լարվածություն ունենք արդեն օգոստոսի 15 կապված Սատուրնի եւ Մարսի միավորումով։ Աստղաբանը բացի բացասական իրադարձություններից նշեց նաև դրականը։ Բեկումնալի, ինչպես նաև ուրախ եւ երջանիկ տարի է սպասվում զոդիակի 6 նշանի՝ խոյերի, ցուլերի, կույսերի, այծեղջյուրների, աղեղնավորների եւ ջրհոսների համար։ Իսկ հաղթանակների կարող են սպասել խոյերը, ձկները, առյուծները, կշերքները եւ այծեղջյուրները։ Եվ իհարկե տարվա ամենասպասվող ինտրիգը՝ բա 2012-ին աշխարհի վերջը չէ, չէ՞ որ մի ողջ 2011 թվականի ընթացքում ոնց ասես չհաբեկեցին խեղճ մարդկանց սպասվող արհավիրքներով։ Ահա այստեղ Գուրգեն Հովանիսյանը լավատես էր։ Պարզվում է, որ մայաների գուշակությունը, հասարակությունը կամ աստղաբանները սխալ են վերցանել։ Պարզաբանում է աստղաբանը։ Սա աշխարհի վերջ չի։ Նույն մայաների տեսանկյունից էլ աշխարհի վերջ չի։ Մտավոր դաշտի փոփոխություն է սպասվում։ Կործանումներ, որպես այդպեսին, որ երկրագունդը պայթի կամ մարդկությունը մի օրվա մեջ վերանա, այդպեսին չի լինի։ Մարդկությունը մի քանի միլիարդ տարիներ կշարունակի իր էվոլյուցիան։ Դե ինչ մնում է միայն սպասել եւ տեսնել, թե արդյոք մտավոր դաշտի փոփոխությունները մի օր կհանգեցնեն մեզ այն մտքի, որ ամանորն այն տոնն է, որ ուրախալի է ինքն իրենով, առանց հարուստ ճաշատեսակների, թանկարժեք նվերների եւ պարտադրված ու երբեմն կեղծ շնորհավորանքների ու ժպիտների։ Նունե Ավետիսյան, Arm Radio։ Այժմ կարող եք տեղեկանալ մարզական լուրերին Հրայր Նազարյանի մեկնաբանմամբ։ Կրկին ողջունում ենք Arm Radio-ի ունկնդիրների եւ ներկայացնում մարզաշխարհի առավել ուշագրավ տեղեկությունները։ Ընթացիկ լրահոսից առանձնացրել ենք հետեւյալ թեմաները. Մխիթարյանի հերթական ճանաչումը, Ծանրամարտի ֆեդերացիան ամփոփեց տարին, ավարտվում է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլը։ Այժմ այդ եւ մյուս տեղեկությունների մասին առավել մանրամասն։ Դոնեցկի Շախտյոր ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքի հերթական հարցման արդյունքներով թիմի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը ճանաչվել է դեկտեմբերին հանքագործների խփած 3 լավագույն գոլերից 2-ի հեղինակը։ Երկրպագուները բարձր են գնահատել Կրիվբասի եւ Կիևի Արսենալի դարպասը գրավելու դրվագրերում մեր հայրենակցի գործողությունները, սակայն ամսվա գոլ անվանակարգում Մխիթարյանին շրջանցել է թիմի ավագ Դարիո Սերնան։ Զավեն Բադոյանը վերջապես ձևակերպեց Բելարուսի Բատեի հետ իր աշխատանքային հարաբերությունները։ Անցնող մրցաշրջանը Դիլիջանի Իմպուլսի կազմում անցկացրած հայ կիսապաշտպանը քառամյա պայմանագիր է կնքել նախկինում խորհրդային այդ երկրի ութակի չեմպիոնի հետ։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում, սակայն նշվում է, որ եթե Բատեն երրորդ ակումբին փոխանցի Բադոյանի իրավունքները, ապա այդ տեղափոխությունից ստացված շահույթից իր բաժինը կունենա նաև Իմպուլսը։ Բատեն հետ խորհրդային տարածքի առաջատար ակումբներից Թիմը երկրորդ տարին անընդմեջ մասնակցեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլին։ Ճիշտ է, այս անգամ եզրափակելով ենթախմբի մրցաշարային աղյուսակը զրկվեց Եվրագավաթներում պայքարը շարունակելու իրավունքից։ Երկրորդ կիսամիջին քաշային կարգում հանդես եկող ռուսաստանցի բռնցքամարտիկ Արմեն Հովսեփյանը դեկտեմբերի 16-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Վերնոն քաղաքում կմենա մարտի մեքսիկացի Ավգուստո Գոմեսի հետ։ Հովսեփյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 11 մենամարտ, որից 9 շահել է նոկաուտով։ Էլինա Դանելյանը համեմատաբար հաջող է մասնակցում Պեկինում ընթացող համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատային վերջին մրցաշարին կույր խաղի մրցումներին։ 3 տուրից հետո հայ շախմատիստուին 1.5 միավորով 8-րդ տեղն է զբաղեցնում 16 մարզուհիների հաշվարկում։ Մեկնարկային տուրերում սլովենուհի Աննա Մուզիչուկին հաղթելուց եւ չինուհի Ժու Վենջունի հետ ոչ ոքի խաղալուց հետո Դանելյանը 3-րդ պարտիայում պարտվել է դասական շախմատի Եվրոպայի այս տարվա չեմպիոնուհի Վիկտորիա Չմիլիտեին Լիտվայից։ Հենց վերջինս էլ 2.5 միավորով Վենջունի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հիշեցնենք, որ մինչ այդ Էլինան վերջին տեղն էր զբաղեցրել արագ շախմատի եւ 10-րդը կայծակնային խաղի մրցաշարում։ Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մինչև 2014 թվականը երկարաձգել է պայմանագիրը գերմանական Sauerland Event պրոմոութերական ընկերության հետ։ Արթուրը նշել է, որ դա իր վերջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է, որի ժամկետի սպառվելուց հետո ավարտելու է ելույթները եւ աշխատելու է մարզական մենեջմենտի բնագավառում։ Հերթական մենամարտը, որից Արթուրը նախատեսում է ազդարարել վերադարձը բռնցքամարտի Օլիմպոս, նախատեսված է հունվարի 14-ին Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքում։
Մոսկվայում։ Աբրահամի մրցակիցն է լինելու արգենտինացի Պաբլո Ֆարիասը։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով անցնող մրցաշրջանը հայտարարել է, որ ձախողված է համարում մեր մարզիկների մասնակցությունը մեծահասակների աշխարհի առաջնությանը։ Այնուհանդերձ նա գոհ է ավելի երիտասարդ տարիքի հայ ծանրորդների ելույթներից, նշելով, որ տարվա բոլոր մրցումներում նվաճվել է ընդհանուր առմամբ 55 մեդալ, որից 17-ը ոսկե, 13-ը արծաթե եւ 25-ը բրոնզե։ Նախորդ տարվա համեմատ արդյունքը տպավորիչ չէ, սակայն դա ըստ բանախոսի պայմանավորված է առաջատարների վնասվածքներով, ինչպես նաև այլ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններով։ Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ Մոսկվայի վնասվածքաբանության եվրոպական կենտրոնում օրերս ձեռքի վիրահատության է ենթարկվել Հռիփսիմե Խուրշուդյանը։ Հաջող է անցել նաև Մելինե Դալուզյանի ծնկի վիրահատությունը։ Ակնկալվում է, որ մարզուհիները շուտով կվերադառնան մրցահարթակ։ Իսկ ահա տարեսկզբին ավտովթարի ենթարկված Նազիկա Ավդալյանը առնվազն 3 տարի չի երևա ասպարեզում, ինչը մշուշոտ է դարձնում 2010 թվականի աշխարհի չեմպիոնուհու մարզական ապագան։ Ֆեդերացիայի նախագահը հայտարարեց նաև, որ նորությունների չի տիրապետում դոպինգ օգտագործելու պատճառով որակազրկված Գևորգ Պողոսյանի եւ Էլեն Գրիգորյանի գործի վերաբերյալ։ Ազատ ոճի իմպշամարտի Հայաստանի ազգային հավաքականը 10-օրյա ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում։ Գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ 43 ըմբիշներ պատրաստվում են հաջորդ մրցաշրջանին։ Նրանցից լավագույնները միջազգային վարկանիշային մրցաշարերում փորձելու են լոնդոնյան օլիմպիադայի ուղեգիր նվաճել։ Հիշեցնենք, որ հայ ազատ ոճայիններից առայժմ օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ունի միայն 55 կիլոգրամ քաշային Միհրան Ջաբուրյանը։ Մի քանի լուր միջազգային լրահոսից։ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան 2011 թվականի լավագույն թենիսիստները ճանաչել մրցաշրջանի ընթացքում առավել նշանակալի հաջողությունների հասած սերբ Նովակ Ջոկովիչին եւ չեխ Պետրա Կվիտովային։ Ֆորմուլա 1 ավտոարշավի աշխարհի բազմակի չեմպիոն Միխայել Շուբախերը հավակնում է գերմանական Քյոլն ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնին։ Անվանի մարզիկը ձեռնպահ է մնացել այդ լուրը մեկնաբանելուց։ 6 ենթախմբերում ավարտվեցին ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի հանդիպումները եւ հայտնի դարձան պայքարը շարունակող բոլոր թիմերը։ Ժ խմբի առաջատար Գելզենկիրխենի Շալկե 04-ը վերջին տուրում հյուրընկալվելիս 3-0 հաշվով առավելության հասավ իսրայելական Մաքաբիի նկատմամբ, օգնելով ռումինական Ստիաուային, որն իր հերթին սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց Կիպրոսի Այեկին եւ անցավ հաջորդ փուլ։ Կը խմբում Կրակովի Վիսլան սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության հասավ խմբի առաջատար հոլանդական Տվենտեի նկատմամբ։ Հաղթանակի շնորհիվ լեհական ակումբը կշարունակի պայքարը մրցանակի համար, քանի որ նույն իրավունքի համար պայքարող անգլիական Ֆուլհեմը Լոնդոնում հանդիպման վերջին րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը դանիական Օդենսեի հետ խաղում։ Լ խմբի առաջատարները որոշվել էին մինչև վերջին տուրը։ Բելգիական Անդերլեխտը եւ Մոսկվայի Լոկոմոտիվը առերես մրցավեճում վիճարկեցին խմբում առաջին տեղը։ Երկաթուղայինները պարտվելով 3-5 հաշվով բավարարվեցին երկրորդ տեղով, իսկ Անդերլեխտը դարձավ մրցաշարի միակ ակումբը, որը ելույթները ավարտեց 100%-անոց արդյունքով։ Դ խմբում Լիսաբոնի Սպորտինգը վերջին տուրից առաջ իր տեղն ապահովել էր հաջորդ փուլում, իսկ ռումինական Վասլուի եւ Հռոմի Լացիոն պայքարում էին երկրորդ ուղեգրի համար։ Իտալական ակումբը սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթեց խմբի առաջատարին եւ իրավունք ստացավ պայքարը շարունակել փլեյ-օֆում, քանի որ Վասլուը Շվեյցարիայում նույն հաշվով զիջեց Ցյուրիխին։ Ե խմբում Կիևի Դինամոն, որ վերջին տուրից առաջ Եվրագավաթում մնալու հույսեր էր փայփայում, սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել Թել Ավիվի Մաքաբիին։ Ընդ որում ուկրաինացիները ունենալով 2 գոլի առավելություն չկարողացան պահել հաղթանակը եւ բավարարվեցին ոչ ոքիով 3-3։ Դինամոյականները հանդիպումը ավարտեցին 9 հոգով։ Խմբում առաջին հորիզոնականի համար պայքարող թուրքական Բեշիկթաշի եւ անգլիական Stoke City-ի միջև հանդիպումը Ստամբուլում ավարտվեց թուրքերի հաղթանակով 3-1 հաշվով։ Stoke City-ն պայքարը շարունակում է երկրորդ հորիզոնականից։ Ֆ խմբի առաջատարի դերը ապահովել էր իսպանական Ատլետիկը, որը հաշվետու խաղում Փարիզում 2-4 հաշվով պարտվեց Paris Saint-Germain-ին։ Ֆրանսիացիների հետ երկրորդ հորիզոնականի համար պայքարող ավստրիական Զալցբուրգը Սլովակիայում կամային հաղթանակ տարավ տեղի Սլովանի նկատմամբ 3-2։ Հենց այդ հաղթանակի շնորհիվ էլ Ատլետիկի հետ պայքարը կշարունակի ավստրիական ակումբը։
Այսքանով ավարտում ենք անդրադարձը։ Մինչ հանդիպում։ Օրվա լրահոսից առանձնացրել էինք այսքանը։ Հիշեցնեմ, որ Արմ ռադիոյի ստուդիայում աշխատեցին Ժիրայր Ոսկանյանն ու Արտակ Մուրադյանը։ Մինչ հանդիպում։